Ճիշտ կլինի անդրադառնալ մի քանի հիմնական բաժինների։ Այսինքն ես չեմ անդրադառնա երկկողմին հայ-ֆրանսիական, թեմայից ելնելով, չնայած որ այնտեղ Փարիզում հանդիպումների ընթացքում շոշափված հարցեր են, եթե կուզեք հետո հարցերի ընթացքում կբացենք, այսինքն ավելի կկենտրոնանանք Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Փարիզի արդյունքների վրա, հնարավոր զարգացումների եւ այլն։ Ու ինչպես միշտ նման դեպքերում անում ենք, բաժանենք երկու մասի սկզբի համար, բացասական եւ դրական։ Սկսենք երևի բացասականից։ Ինչ ունենք բացասական Փարիզի ներքո կամ Փարիզի համատեքստում։ Միշտ եղել եմ այն թեզի կողմնակից, որ բանակցությունները չեն կարող լինել լիարժեք եւ չեն կարող լինել արդյունավետ, եթե չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը։ Եվ հիմա Փարիզի կտրվածքով նույն բանը նույն հստակությամբ կարելի է կրկնել, եւ չկա Փարիզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմը իրավ, եւ նաեւ Փարիզը չի տալիս դրան առնչվող որևէ շարունակություն։ Սա մեկ։ Երկրորդ, եթե խոսակցությունները փորձագիտական շրջանակներով մեդիայով բավականին շատ էին այդ թեմայով, խոսքս վերաբերում է դիպուկահարներ եւ հետաքննության մեխանիզմներ, Փարիզը նաեւ հետաքրքիր էր նրանով, որ անմիջապես Փարիզից հետո երևի ծանոթացել եք, տեսել եք Մամեդյարովի մեկնաբանությունները, Ադրբեջանի կողմից կա փորձ լեգիտիմացնելու դիպուկահարների գոյությունը եւ իր հետ քաշելու ցանկություն չունենալը։ Մամեդյարովը անդրադառնում է այդ հարցին մոտավորապես հետեւյալ համատեքստում, քանի դեռ չեն կատարված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը եւ քանի դեռ կան հայկական զորքեր եւ այլը, դիպուկահարների հետ քաշելը ակտուալ չի լինի, այդ դա կարող է տեղի ունենա SSSS բաններից հետո, ինչ-որ նախապայմանային ինչ-որ խնդիրներ եւ այլն։ Հաջորդը, ուրեմն որոշակի բախում երկու մոտեցումների կամ տեսակետների վերաբերող վստահության միջոցներին եւ փոխադարձ վստահության բարձրացմանը։ Դա նոր բան չի, դա եղել է տարիների վեր, բայց այս անգամ եւս Ադրբեջանը դրա վրա բավականին շեշտադրվեց։ Խնդիրը ինչին է վերաբերում։ Հայկական կողմերը երկուսն էլ եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես առավել կողմնակից են եղել այն թեզին, որ պետք է փորձել բարձրացնել վստահության աստիճանը տարաբնույթ ձևերով եւ եղանակներով, որն էլ իր հերթին իր նպաստը կբերի կոնֆլիկտի կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի թեզը լիովին հակառակն է։ Եթե մենք կոնֆլիկտի կարգավորման առումով ունենանք առաջընթաց, դրանից հետո նոր միայն հնարավոր է խոսել վստահության մասին, Այսինքն նորից մենք ականատեսը եղանք այս երկու թեզերի միմյանց միջև բախվելու։ Եվ վերջապես բացասական հաջորդը կամ վերջինը, գոնե այս պահի դրությամբ, ուրեմն Հոլանդի կողմից, ֆրանսիական կողմից կա այսպիսի արտահայտություն կամ ձևակերպում, ուրեմն հնարավորինս արագ անցնել շրջանակային համաձայնագրի, խաղաղության համաձայնագրի պատրաստմանը, որը Ադրբեջանը փորձ արեց օգտագործել նաև իր քաղաքական նպատակների ներքո, սակայն այստեղ խնդիրը ընդհանրապես Փարիզյան փուլի կամ բանակցային գործընթացի որևէ կերպ Ադրբեջանի ուղղությամբ շեղվելուն չի վերաբերվում, այլ ոչ հստակությանը։ Այսինքն նույն արտահայտությունը արվում է միշտ ի նկատի ունենալով, որ պետք է շուտ ավարտել սկզբունքները անցնել դրան։ Հիմա այդ արանքի նախադասությունը չլինելով եւ այդ հստակության էլեմենտը չլինելով Ադրբեջանը դա փորձեց օգտագործել եւ դրա հետ կապված բավականին հրապարակումներ որպես այդպեսին եղան։ Անդրադառնանք դրականին։ Ուրեմն խնդիր համար 1 միշտ ենք խոսում այդ մասին, անգամ վատ բանակցություն, անգամ վատ ընթացք միշտ լավ է կրակոցներից։ Եվ հետևաբար, եթե կա կոնտակտը, եւ եթե այդ կոնտակտը զարգացող միտում ունի, իսկ դրա մասին շատ է խոսում եւ վերջի մի քանի ամիսը դրա ապացույցն են, սա իհարկե հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից զարգացող, նորից ծրացող էլեմենտներ պիտի ոչ չարձանագրի։ Վստահություն չկա, բայց գոնե հույս ներշնչում է այդ մասով, Սա դրական 1։ Երկրորդ հանգամանքը կարծում եմ բավականին դրական, երկար ժամանակ հանդիպումների գործընթացում չհաշված են, որ իրենք հանդիպումները հաճախակի չէին, բայց անգամ հանդիպումների պարագայում առանձնազրույցի էլեմենտ տեղի չէր ունենում։ Սա խոսում է կողմերի փոխադարձ թե վստահության պակասի մասին, թե արդյունքի նկատմամբ մեծ հույսեր չունենալու մասին եւ այլն։ Փարիզը արձանագրեց այս առումով առաջընթաց, հիշում եք, այդ
բանակցային տարբեր էլեմենտների մեջ կար նաև էլեմենտ երկու նախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցի։ Սա ինչ որ իմաստով վստահության որոշակի աճի արձանագրում է եւ երևի բոլորս բնականաբար պատկերացնում ենք, ինչ որտեղ սա նաև անցում է ֆորմալ խոսակցությունից ավելի բովանդակային խոսակցության որպես այդպեսի։ Երրորդ էական դրական հանգամանք առիթ ունեցել եմ նաև երևի այս լսարանում ասելու, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացի մոնոպոլիզացում որևէ միջնորդի կողմից վտանգավոր է կարգավորման տեսակետից։ Հիմա մենք այս վերջի ամիսների ընթացքում հակառակ թեզի ականատեսը եղանք, որ ես համարում եմ շատ դրական, փաստորեն 3 իրար հաջորդող հանդիպումները նախաձեռնությամբ եռանախագահներից յուրաքանչյուրին է, այսինքն Սոչի, հետևից Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությունը եւ հետևից Փարիզը։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ որոշակի համակշռում եւ հավասարակշռություն կա համանախագահների մոտ, իսկ դա ես համարում եմ նորից կրկնեմ շատ կարեւոր, որովհետեւ որևէ կողմից կապ չունի որի մոնոպոլիզացիան կարգավորման գործընթացի ոչ մի դրական բան չի խոստանալու։ Ոչ թե մեզ, այլ ընդհանրապես կոնֆլիկտի կարգավորմանը։ Սա շատ կարեւոր է, մենք պատկերացնենք աչքի առաջ ունենանք, Ուրեմն, դրական հաջորդը, որը հումանիտար խնդրի է վերաբերում, կարող է հնչի տեսակետ, որ սա փոքր է, բայց ցանկացած հումանիտար խնդիր, երբ որ առաջխաղացում է ստանում, ես դրանից ուրախություն ապրում եմ։ Կարմիր խաչի ներքո պայմանավորվածությունը, անհայտ կորածների ինֆորմացիայի փոխանակման եւ այլն։ Կարևոր խնդիր է, նորից եմ կրկնում, հումանիտար, սա կարգավորման էլեմենտի չի որպես այդպիսին, բայց թե դեպի վստահություն է, թե դեպի հումանիտար եւ եթե ինչ-որ կոնկրետություն, հստակություն մտավ այս առումով, իհարկե կարևոր է։ Հաջորդ կարևոր էլեմենտը, որը մեզ վերաբերում է շատ անուղղակիորեն, բայց ես ուզում եմ դրան անդրադառնալ, հաշվի առնելով, որ այս դեպքում մենք ունեինք Հոլանդի նախաձեռնությունը, Ֆրանսիական կողմը առիթը օգտագործեց, իհարկե նաև ունենալով բավական ճնշում ողջ աշխարհով սփռված իրավապաշտպան կազմակերպությունների եւ այլն, օգտագործվեց առիթը Ալիևի ուշադրությունը այս հարցի վրա սևեռելու։ Ինչի եմ ես համարում դրական եւ ասում անուղղակի սա կապ ունի նաև մեր հետ, Երբ որ մենք խոսում ենք վստահության միջոցների մասին, վստահության միջոցների ձևավորման եւ զարգացման տեսանկյունից բավական կարեւոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակությունը ընդհանրապես, հակամարտության բոլոր կողմերում։ Եվ Ադրբեջանում այսօր տիրող իրավիճակը առաջացրել է որոշակի վակուում, այսինքն քաղաքացիական հասարակության այն գործընկերները, որոնք ադրբեջանական կողմից մեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործընկերների հետ ինչ-որ իմաստով կարող են այդ գործընթացը առաջ մղել, սա փակվեց վերջի ամիսների պահվածքի արդյունքում Ադրբեջանի։ Եվ սա հույս է ներշնչում, որ այդ Թրեք 2 կոչվածի վրա ինչ-որ հնարավորություններ նորից կբացվեն, եթե իհարկե Ալիևը խոստմատերը լինի եւ այդ Հոլանդի հետ եղած այդ փոքրիկ այդ թեմայի շուրջ եղած զրույցը ունենա արդյունավետ շարունակություն։ Սա հույսեր առաջացնող էլեմենտ է եւ սա ես նույնպես համարում եմ Փարիզյան ընդհանրապես արդյունքների դրականի մեջ։ Եվ վերջապես վերջինը երևի արժի նշել, ամեն պարագայում անկախ այդ հիշում եք բացասականի մեջ այդ թեզերի բախմանը անդրադարձանք, վստահություն հետո կարգավորում, կարգավորում հետո վստահություն։ Բայց ֆրանսիական կողմի նախաձեռնությունը ամբողջովին շնչում էր եւ ներծծված էր նրանով, որ պիտի հիմնական նպատակ հռչակվի մոտակա շրջանի համար վստահության միջոցների ամրապնդումը զարգացումը, հետեւաբար այդ թեզը մնում է կենսունակ։ Սա բավականին կարևոր է եւ անգամ պատահական չէր շեշտադրումը եւ անդրադարձը նրան, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ղեկավարները իրենց հանրություններում, իրենց հասարակություններում ժողովրդին պատրաստեն խաղաղության եւ ոչ պատերազմի։ Ես կարծում եմ երևի բոլորդ էլ այստեղ կհամաձայնվեք նրա հետ, որ սա կոչ է այս ձևով արված, բայց ինքը իհարկե հիմնականում վերաբերում է Ադրբեջանին, որտեղ արդեն ունեցել եմ ասելու, եթե մենք առաջի դեմքերի ուղակի վերցնենք եւ տոնայնությունը, հռետորաբանությունը, ելույթները համեմատենք իրար հետ, թեզերը իրար առնչվող, մենք ստեղ ունենք աննկարագրելի անհավասարակշիռ վիճակ ի վնաս Ադրբեջանի, Մեր հանրապետության նախագահը 3 թե 4 անգամ առնվազն ելույթներում օգտագործել է թեզը Ադրբեջանի ժողովուրդը մեր թշնամին չի։ Այն պարագայում, երբ որ մենք Ալիևից ստանում ենք լրիվ հակառակ հռետորաբանություն։ Վերջի անգամ մենք նման արտացոլում ունեցել ենք Դիլիջանի դպրոցի բացման ժամանակ, հիշում եք, այդ արծարծված թեզը եւ
տարված խոսակցությունը այն մասին, որ նախագահը կուզենար, որ սովորեին Ադրբեջանի նաև ուսանողներ, ինչքան շուտ այնքան լավ, միևնույն այդպիսի բան լինելու է։ Այսինքն, եթե մենք վստահության մթնոլորտի համատեքստում անդրադառնում ենք առաջի դեմքերի հռետորաբանությանը եւ պահվածքին, այստեղ բնականաբար պարզավ, որ այդ խոսակցությունը պատրաստել ժողովուրդների խաղաղության ոչ պատերազմի, փոխել հռետորաբանությունը եւ այլ հիմնականում վերաբերում Ադրբեջանին, ուղղակի երևի արդեն սովորել ենք դրան, չնայած դա այդքան էլ նորմալ չի, դիվանագիտական էտիկետը ստիպում է անուններով չտալ, անուններով չդիմել։ Այսինքն, եթե փորձենք ամփոփել երևի այսքանը եւ կարելի է մի էլեմենտ էլ ավելացնել ընդհանրապես Փարիզյան փուլին, Ադրբեջանի մոտ կար որոշակի հավակնություններ եւ ամառվա վերջում սրացումը իրավիճակի շփման գծում եւ այն բոլոր պրովոկացիաները նաեւ նպատակ ունեին բացի սեփական ներքաղաքական լսարանից ինչ որ ձևով փոխել իրավիճակը այդ թվում բանակցային սեղանին եւ փորձ կատարել դառնալու թելադրող ինչ որ ռազմական մինի հաջողությունների ձեռներով։ Մենք Փարիզում արձանագրում ենք, որ դրա տեղի չունենալը կամ ձախողելը արդեն նաեւ տեղափոխվեց քաղաքական ենթատեքստ։ Այսինքն ասել, որ Փարիզը արձանագրել է Ադրբեջանի կողմից կոշտացում, որ Փարիզը ցույց է տվել ավելի ապակառուցողական վիճակ, քան եղել ամիշտ, մենք չունենք նման էլեմենտ։ Սա նշանակում է, որ այդ ձեռնարկած գործողություններից քայլերից արդեն այդ անհաջողությունը ռազմական դաշտում, շփման գծում տեղափոխվեց նաև որոշակիորեն քաղաքական ասպեկտ։ Սա կարելի է արձանագրել։ Եվ իհարկե հաջորդ էլեմենտը կամ գործոնը նույն ձևով սրա հետ կապված մենք տեսնում ենք ադրբեջանական քաղաքական էլիտայի, եթե այդպեսին կա, եւ անմիջականորեն երկրի ղեկավարի կողմից ձեռագրի էլեմենտ, ուրեմն չենք փոխում ոչինչ, փորձում ենք անընդհատ նույն գծի վրա դառնալ համոզիչ։ Ուրեմն տեսակ, որ նորից Փարիզի կոնտեքստում բոլոր մեկնաբանությունների մեջ ադրբեջանական կողմի նաև արտգործնախարարի նորից ուշադրությունը հրավիրվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վրա, այսինքն կա շատ մեծ դինամիզմի եւ մանևրականության պակաս բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից։ Սրանք նոր բաներ չեն էությամբ, բայց Փարիզը սրանք նորից մեկ անգամ եւս ցույց տվեց որպես այդպեսի։ Ինչ կարելի է ակնկալել։ Ստեղ կա մի շատ հետաքրքիր էլեմենտ, որ ինձ թվում է բոլորիս մտածելու տեղի կտալու եւ մենք առաջիկայում սրա առավել պարզաբանումը փորձելու ենք միասին նաեւ հասկանալ։ Պայմանավորվածություն շարունակել ուղղակի կոնտակտները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակներում, որին կա մոտ 1 տարի ժամանակ։ Այսինքն, սրա մեջ կարելի է տեսնել դրական բան, պայմանավորվածության փորձ շարունակել դրական է իհարկե։ Բայց հաշվի առնելով ինտերվալի մեծությունը, սա նաև իր հետ որոշակի հարցականներ ա բերում, եթե համադրենք սա, հիշում եք մի քանի անգամ արծարծված, նաև համանախագահների կողմից դրա ակնարկները տրված, այդ կառուցվածքային բանակցությունների կարևորության կամ կառուցվածքային բանակցությունների էլեմենտ մտցնելու հետ։ Հիմա սա դրա հետ առնչվում է, թե չէ մենք մոտակա ժամանակ իրար հետ կփորձենք հասկանալ։ Եվ կարող է ստեղ լինի նաև էլեմենտ, որ ավելի հիմա շեշտադրել մոտակա շրջանում բացել ավելի մեծ հնարավորություններ եռանախագահների համար եւ նրանց մակրոքային դիվանագիտության, ավելի ծանրության կենտրոնը բերել դեպի արտգործնախարարներ, փորձել ինչ-որ պայմանավորվածությունների շրջանակում նոր անցնել գագաթաժողովային տարբերակի, երբ որ նախագահներն են մասնակցում։ Կարող է նաև գործ ունենք այս էլեմենտի հետ։ Այսինքն, եթե ամփոփելու լինենք, ինչ տվեց Փարիզը, լավատեսության հիմք, այն առումով, որ կոնտակտը կա եւ այդ կոնտակտը շարունակելի է։ Մյուս կողմից որոշակի հոռետեսություն, որ էլի ոչինչ չի շարժվում, եւ նորից եմ կրկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի մասնակցության հարցի հետ կապված մենք չունենք այստեղ որևէ փոփոխություն։ Բայց նաև պիտի արձանագրենք հետևյալը։ Վստահության ֆոնը այնքան ցածր է, որ ասել, որ Փարիզը գոնե երաշխավորեց այն, որ Ադրբեջանը չի ունենա կամ չի դիմի նոր պրովոկացիաների եւ այլ, իհարկե հնարավոր չի։ Միգուցե կարելի է ասել հավանականությունը նվազած է, միգուցե։ Դեմ չեմ այդ ձևակերպմանը, բայց ասել, որ դա համբած է եւ մենք կարող ենք թույլատնել մեր զգոնությունը, իհարկե ոչ։ Եվ Փարիզը ցույց տվեց նաև հետևյալը, որ
թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում, երբ որ Ալիևին թվացել էր, որ իր հնարավորությունները մեծացել են, աճել են եւ դա պետք է փորձել վերածել քաղաքական կապիտալի, մենք հիմա տեսնում ենք այս պարագայում մի փոքր ավելի իրատեսություն եւ հետդարձ նորմալ բնականոն։ Սա կապված է թե երկրի ներսում տիրող իրավիճակի հետ, որին եթե կուզեք հարցերով կանդրադառնանք, թե աշխարհաքաղաքական ընդհանուր կոնյունկտուրայի որոշակի փոփոխությունների հետ։